Հիմա ես քեզ ասեմ, ես կարծացի երեք։ Ուրեմն քանի որ արջերը սկսում են ձմեռելու շրջանը, իրանք ինտենսիվ կերպով կերակրվում են իրանք։ Ու արջերը սալմոնների մոտ է, հեսա մարդիկ նայ, սալմոնների մոտ են շատ լինում։ Ձկներ են ուտում, կերակրվում են, չաղանում են, որ կարողանան դիմանալ այդ Wow! Unbelievable. Տեսեք, ձկները սալմոնների տեղն է։ Այստեղ արջերը գալիս են ու հիմա այն շրջանն է, որ իրանք պետքա քաշ հավաքեն, որովհետև ձմեռային քնի են գնալու։ Այստեղ սալմոնները տեսեք ինչքան շատ են։ Ու իրանք այս սալմոնները ուտում են։ Այստեղ է արջերի տեղը նաև։ Հələ նայեք ինչ են անում։ Աստա ես երկար կմ։ Ոնց են թռնում այս սալմոնները։ Հոպ, հոպ, մեկը մյուսի հետ նայի։ Գրվում են ինչ, ես ինձ բան չէի տեսել։ Ջրից թռնում են։ Բարձա որ արջին կուտի սրանց։ Ձեզ խելոք պահեք, հա։ Սենց որ թռնեք, անկարգություն անեք, արջը կգա ձեզ կբռնի կուտի։ Ես ամբողջ կյանքում, սենց բնական վիճակով, այսքան սալմոն չէի տեսել ջրում, հələ նայեք։ Ու այդ սալմոնները ջրի մեջ թռնում են։ Խայտառակ վիճակ, այնքան շատ են։ Այս արվակը բնական ձվադրման տարածք է, որը լցված է վարդագույն և արծաթափայլ սալմոններով։ Հուլիսին և օգոստոսին այս լճակը կամ արվակը որը գտնվում է Վալդիսում, թույլ է տալիս, որ բնակիչները և այցելուները գան և մոտիկից տեսնեն սալմոնների ձվադրման գործընթացը։ Իսկ որտեղ կան այսքան սալմոններ, բնականաբար պետք է լինեն շատ արջեր։ Արջերի մասին կան հետաքրքիր այսպիսի ասացվածք Ալյասկայում։ Երբ որ սոճուց ասեղ ընկավ, արծիվը տեսավ, եղնիկը լսեց, իսկ արջը հոտոտեց։ Նկատի ունի, որ արջի մոտ շատ զարգացած է հոտառության զգացողությունը։ Վալդիզի սայթում, որ նայում ենք, հսկայական հոդված կա գրված ինչպես վարվել արջի հետ, երբ պատահաբար ձեզ հանդիպի։ Ուղղակի ինձ հետաքրքիր է, թե այդ երկար հոդվածը, որ կարդում ես մի քանի հերթ, ու իրականում հետո որ արջին հանդիպում ես, արդյոք դու այդ հոդվածի կետերին հետևելու ես, թե չէ։ Հետաքրքրության համար ես մի քանի կետ կարդամ այդ հոդվածից։ Եթե արջին հանդիպել եք ու տեսնում եք, որ արջը չի տեսել ձեզ, ապա հեռացեք արջին առանց նրա ուշադրությունը գրավելու։ Եթե հանդիպել եք արջին, որից չեք կարող խուսափել, թող արջը իմանա, որ դուք մարդ եք։ Արջի դիմացը կանգնեք, հանգիստ խոսեք նրա հետ, ձեր ձայնը կարևոր է, որ արջը ծանոթանա ձեր հետ և ճանաչի ձեզ որպես մարդ։ Եթե արջը չի կարողանում հասկանալ, թե դուք ինչ եք իրենից ներկայացնում, նա կարող է մոտենալ, կանգնել իր հետևի ոտքերի վրա, ավելի լավ հոտոտելու ձեզ։ Կանգնած արջը սովորաբար հետաքրքրասեր արջ է և ոչ թե սպառնացող։ Մի խոսքով այսպիսի հսկայական 4 էջանոց հոդված է, թե դուք ինչպես պահեք ձեզ, եթե արջին հանդիպում եք Վալդիզում։ Այս սալմոնների տեղն է, այս իրար ցուցանակն է, բայց ամենահետաքրքիրը այն էր, որ ես իմ համար զարմանալի բան տեսա, որ այստեղ պատկած սալմոնների տեղ է, երևի արջերը բռնել են ու գտել են, ես միայն դա կարամ ենթադրեմ, որտեղ մի հատ չի, երկու հատ չի և կերած են։ Նայ, այս սալմոնների որոշ մասերը կերել են։ Այս սալմոնները, որ դուք տեսնում եք ափին սենց փռված, սատկած վիճակում, դրանք արջի սատկացրած սալմոններն են, իսկ արջը գիտեք, որ սիրում է հոտացրած ուտելիք ուտել, հետո գալու է այս ափը այս սալմոններին ուտի։ Այս երևի տուր այստեղ տանում են։ Լարի նայենք, հարցնենք։ Մեկ է ես ուզում եմ այն կողմը մի հատ անցնեմ, կարանք մի հատ անցնենք։
Նկարենք մի հատ այն մասը։ Հələ ինչ եմ գտել։ Իրոք էսա արջնա, կաղթով, զուգը բերանը, են էլ մարդնա։ Այ հես է ծուցանակը գրվածա վրեն, որ արջերը այստեղ են ու նկարածա հենց այդ նույն արվակը, որտեղ մենք էինք, այդ արվակի կողքը արջերը գալիս են ու այդ փրված սատկած սալմոնները, որ ես ասեցի, իրանք սատկացնում են, հետո հետ են գալիս, երբ որ մեկ-երկու օր հետո սկսվում է այդ փտելու, հոտելու ժամանակը, գալիս է այդ սալմոններին ուտում է այդ արջը։ Հիմա այդքան ասում էիր, բա որ հելնի հիմա դեմերս։ Կարող ես տեղի սալմոն լինի, կետի վրա։ Այս տեղից էլ կարող աղան, բրմեն է կարչերը թպտպատող սալմոններին։ Անդեղ շատ էին, հիմա այլի կգնանք, անդեղին է կնկարենք։ Անդեղ կժոտ շատ էին։ Կաստորեն էլ ջրվերը նմանդեղ սալմոնների մոտ է իջնում այս ջուրը։ Կաստորեն այս ջրվերի ջուրը դեն իջնում է դեպի սալմոնների տեղը։ Այնտեղ աղջերի մասում դուք տեսած նկատած, որտեղ ցույց է տալիս, որ այդ սալմոններին ոնց են իրանք բռնում։ Ու այն, որ մենք տեսանք մեռած սատկած սալմոնները, իրանք չէին սատկել։ Իրանք աղջերը սատկացրել էին, փորձել են ուտել, որովհետև մի հատ չէր, երկու հատ չէր, դուք տեսած միշտան շատ էր։ Ես հենց տենց էլ պատկերացրեցի ու այդպես էլ գրված էր ընդեղ։ Այս շատ սիրուն ջրվեժ կար, բայց գրված է, որ այդ ջրվեժը վերևը բարձրանալ է տարահետով, դեռ ռիսկային է, որովհետև թաց է և սահում է այդ մասը։ Մենք էլ ժամանակ չունենք, սարսափելի հոգնած էինք և նավից ուշանում էինք, բնականաբար չբարձրացանք, բայց հետագայում երբ որ գանք, լավ առիթ կլինի ստեղ ման գալը։ Վալդիզում շատ են այսպես փորագրված փաթյա արձանները, արջը և ձկնորսը միասին։ Դեղ խրճուններ կան հաստատ այստեղ։ Խրճուններին ես տեսեմ։ Բայց որ այդ սատկած ձկները կային, այդ նշանակում է, որ արջել կա, էլի։ Ինձ թվում է սա ամենասիրուն տեղն է։ Այդ փոքր տեղն էլ այստեղ սալմոններ կան։ Ներում են սալմոններն սովորական աչքով։ Հետևումը մեր հետևում նավն է, այս այլասկան ամբող, իմ հետևում էլի փոքրիկ բան կա, իմ վրա պահ էլի խնդրում է, ընդեղ էլի է, ընդեղ փոքրիկ է տեղը կա, լճակա, գետակա ինչ է, որի մեջ էլի այդ սալմոնները վխտում են, թռնում են, ես չէի տեսել խլճող սալմոններ, տկներ, ու մեր նավն է, այս սիրուն ձնարատ սարերն են, տեսնում եք իմ հետևում, Ալյասկա բալդի, ես նոր հասկացա, դրա համար է թռչուններ են ընդեղ շատ, որովհետև այդ սալմոնները նայ թռնում են, նայ այստեղ, տեսակ, այս սալմոնները տեսակ, ոնց են թռնում, ահա, նայ, ու այս թռչունները հոպ բռնում են դրան, ահա, ես սենց բան չէի տեսի ամբողջ կյանքումս այս աշճանից ձկներ վխթածող ջրերում ու ենքան կատաղած են, որ հա թռնում են։ Ուրեմն ինչ կան իրանք ազատ են իրանք զգում ստեղ, հլը նայեք, այստեղ հլը նայեք,
ուրեմն այս մեր նավն է, այս հետևում Ճունարատես սարերն են, այս Վալդիս նավահանգստում ենք, Ալյասկա ու նայեք հլը հիմա, սենց բան, ես չգիտեմ, տեսել եք դուք, չէ? Ահա, այս խաղացող ակեմ, թրճող տեսնում եք, այս դրանք սալմոններն են, այստեղ բատիկները կային նոր, դրանք որ սկսում են սենց թպրտալ, բատիկները սիրում հոպ, դորնում են, դրանք հերը անիծում են, ահա, տեսնում եք ձկները, որոնք, ահա, բատիկ եկավ, մի հատ նենց ուզում եմ, որ մեկին բռնի նկարեմ, ահա, հələ նայ, ինչ չա կատարվում, բժանոց է։ Հեսա նույն սատկած սալմոնները, այս ափերի մոտ, խոտերի մոտ, տեսնում եք, ստեղ էլ կա, պաստորեն բոլոր այս մասերը նույն ձևի է, փռված են այդ սատկած սալմոնները։ Բնականաբար իրանց չէին այդքան մասսայական սատկի, դա ինչ-որ եկել են իրանց հարցերը լուծել է արջը։ Շատ ուզում գտնել, այստեղ գրած է Eagle Rest Park, այստեղ այս ճանապարհի վրա ես տեսել եմ ինտերնետով, ոնց են կերակրում այդ բաներին, արծիվներին սպիտակագլուխ, մի հատ մարդ կա հատուկ, որը իրավունք ունի կերակրել։